ինչ ասեցիք եղբայր ռուսներ, 5 աղբեր են լնում, 5-ը թշնամի են լնում, բայց այս ժամանակ ձեր դերքի են բռնում։ Դուք քննադատելով ձեզ տներն եք անում, մերն են հետ եք անում, ամոթ ձեզի, ամոթ սաղի, ես եմ թորներն ու առնեմ գնամ, որ առնեմ իմ թորների գնամ, ամոթ, ստավեք խները բացեք, Հալասի համար ընգել եք սաղի թեկունք եք, դուք չնեք, ես քանի 3 տարի սրբազան պայքարում, ես միտինգը չեմ մասի իշխանա, ոչ մի կուսակցական էլ չեմ ես, ասեմ իմանաք, հա, սովորական քաղաքացի եմ, հասկանալով դուրս եմ եկե, հասկանալով իմ թորի, ասեցիք դուք վերացեք անները, հասկանալով դուրս եք եկե մեր երեխեքի համար, տղամարդել եք, ոնն եք, Այ աստված սիրեք, ես ինքան պարզ ու հասարակա, թշնամուս թանկացած նվեր ստանալը, գիրքը խմես դոշի կայնավ, նվեր ստանալ նշանակում է նրանք հայլերով խաղար, ասեղ էլ անգամ վերցնի, այն ժամանակ դուք պետք է հասկանայիք սրա դեմն առնեիք, այն ժամանակ պետք է հասկանայիք, ոստիկանները ինձ քաշ տարով Երեք տարի ասում եմ, եթե իմ կյանքի ես իմ երեխեք իմ թորներից մի բան կատարվի, բոլորիդ հավիտենապես անիծելու եմ, հավիտենապես, ոչ ոքի չեմ ներելու, իմ ընտանիքն էլ կարևոր չէ, ասեմ ձեզ, իմ հայրենիքն է կարևոր, առանց հայրենիքի ես ոչ մեկն եմ, ընտանիք կարամ չունենա, բայց առանց հայրենիքի չեմ ապրի, լավ մնացեք, խելքներ, գլուխներ թավաքեք։ Ամոթան մարմարիտ կան չի կարելի, որ վիրավոր եք, որ հասկանակ, էդ էլի չեք հասկան չնայած, անգել եք գից էթում եք։ Թուրք է, թուրքի գործակալները։ Ոչ մի բան վաճառելու իրավունք չունի իմ երկրից եղավ, իմ երկին է, ինքը իրա հորդուն անգամ իրավունք չունի վաճառելու, որտև իմ երկրի մեջ է, ոչ ոք իրավունք չունի, ոչ մի սանձիմ, նույն հաջողությամբ ես եմ թուրքին պահանջում, նույն հաջողությամբ ես եմ պահանջում, իրանց հողերը թոտան ես մտածեմ, խաղացում կտամ, թե չեմ տա, եղավ, խաղացում կտամ, թե չեմ տա, իրանք են գենացիդներ անողը, եթե մոռացել եք մեր երեխեքի առնի, 3 չի առաջ օրներ, հլի չի չորացել։ Չես լավ եմ։ Հողերի գրովնը, քանի տոկոսը արևմտյան Հայաստանում։ Գերիները բակվում ընդդիմադիրներից միատ չենք լսել, ոչ մի բան, գերիները բակվում, մեզ միկրոֆոն, պանարիկ, մուզիկա, պետք չի, ես են իմ աղբերները, ես գիտեմ, որ երբ որ գալիս է պահը, բոլորը գնում են զենք են բռնում, ինչ եք մեզ իստև չոմոս արգել, իպր թե մենք էլ տես ազգային ժողովի դեմը բախեցան կանեն, հենա կարժ են տալի այն, հետո ինձ կսպանեն, իմ հետևից մյուս հայի կգա, մյուսը կգա, ավելավը կրվելով տակ, վերցնեք, սահմանադրական իրավունքը վերականգնեք, Հայաստան խմբակցությունից ով որտեղ որ մտել է, թող լսի։ Կնեք, դուք ինչ-որ քաղաքական ուժի ներկայացուցիչ եք, կամ ինչ-որ ՀԿ-ի մանրամասնեք, դուք ինչ-որ շարժման ներկայացուցիչ եք, թե ոչ։ Ինչ նպատակով եք դուք այսօր այստեղ, ինչ ակնկալիքներ ունեք ԿՀ-ից։ Ակնկալիքներ ունենք, որ պիտի չեղարկվի ամբողջ քվեարկությունը։ Բոլորը խախտումներով ա եղել։ Անհամապատասխանելի։ Օրենքի խախտում հենց ԿՀ-ի ղեկավարի կողմից։ Երբ որ նա 1 օր առաջ ասում էր, որ ինքն իմացել է, զինվորներն եղել են տեղամասում, այսինքն ԿՀ նախագահը նախորոք ինքը հենց խախտել է օրենքը։ Ճիշտ ասած, ակնկալիք չունեմ, եթե նախագահը օրենք խախտող է երկրի վարչապետի հետ, չենք էլ սպասում, որ մի լավ բան պիտի ասեմ, բայց ամբողջ քվեարկությունը պիտի չեղարկվի։ Բոլորը խախտում ա եղել։ Սպասում ենք, որ գոնե մեկ անգամ ի օգուտ ժողովրդի
նրանք պատասխանեն։ Իսկ հակակոռուպցիոնի ձայնագրությունների հետ կապված ինչ կարծիքներ ունեք։ Ես արդեն այնքան նման, ես այնքան ընտրակաշարքը հա վերագրվում ԲՀԿ-ին։ հասկացա Նարեկ ջան, բայց ես այնքան նման զանգվածային հակակոռուպցիոնի կողմից, թե ազգային անվտանգության կողմից այնքան եմ լսել նման զապիսներ, երբ որ իրանց պետք է եղել կտրել, տեղադրել եւ հետո վերջում ասել դե չունենք, ընդհանուրը չունենք, ապացույց չկա։ Ես չեմ հավատում։ Հակակոռուպցիոնը միայն աշխատում է ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի, Բարգավաճ Հայաստանի վրա։ Իսկ կներեք ԿՊ-ի վրա ով պետք է աշխատի, այդ նույն հակակոռուպցիոնը քիչ է աշխատում։ Տրանսֆերը գնացել է պետբյուջեներից։ Ինչի համար։ Ասված էր, չէ, օգնություն, ոչ մի բարեգործություն, ոչ մի ավելորդ բաներ այս ընթացքում չարվի, բայց արել են, չէ։ Խախտել է օրենքը։ Ուրեմն թող պատասխանատվության ենթարկեն։ Բոլոր պետբյուջեից գումար է գնացել, բոլորն էլ գիտեն։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որ հացին կակային ասելու ընդդիմության առաջնորդները ինչպես Հացին կակային ինքը կարա ասի։ Ընդդիմության առաջնորդները թող քալ չգցի ինքը։ Ինքը շատ հեռու է առաջնորդների գոնե մի տոկոսին համապատասխանելու։ Շատ, թող հեռու կանգնի։ Որ մի առաջնորդներ հացին կակա ասելու։ Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանը։ Ամոթա։ Ասում են նրանք աղքատանալու են, ոչ են դառնալու։ 8 տարի, ինչի համար պետք է աղքատանա։ Ինչի համար, լավ։ Սամվել Կարապետյանը ինչի պետք է աղքատանա։ Հարց։ Պետք է բռնի։ Չի կարելի։ Ծնվե։ Մի բան ա, երկրագնդի վրա համար առաջի հակառուսը, ռուսատյացը Նիկոլ Փաշինյանն է։ Ավելի հակառուսա, քան Ուրսուլա ֆոն դեր Լայն, Գայա Կալաս, քան բոլորը միասին։ Ուրսուլա ֆոն դեր Լայնին գիտեք, չէ՞։ Երկրագնդի Եվրոպայի թիվ 1 նամուսով տիկինն է։ 6 երեխա ունի, ամենը մի հատ պապայից։ Վերջում զանգել է Նիկոլին երկում է։ 6 տար ունեն, 6-ն էլ սիրուն, 6-ն էլ աննման։ Մեկը Բրյուսել, մեկը Բերլին, մեկն էլ Երևան։ Երևանի յարը երևի Նիկոլն է։ Աննան իմացավ ականջները կկտրի։ Ուրեմն ասենք ձերբակալում եմ, բռնում եմ, երկրագնդի վրա կա մի հատ ղեկավար, ով եկել է հատուկ մարդկանց բռնելու համար։ Անկամ վերջը նրանք ոչ օրինական ճանապարհով են հարստացել։ Նման օրինակ դատախազությունը Քոչարյանի Ծառուկյանի հետ կապված բաներ ունի, հայցեր ունի, որ օրինական չի իրենց ունեցել։ Ավելի լավ, ասեմ իմիջի համար։ Նայեք, 8 տարի անման մոտ 3000 օր։ 3000 օր չգիտեիք, գիտեք ինչի սկսան։ Իբր Քոչյանը 30 միլիարդ թալանել է, հետո իջան 3 միլիարդի, հետո իջել է 200 միլիոնի։ Դուք պատկերացնում եք, ինչ իրանք ապացուցում են, թե իրանք ինչ անգրագետներ են։ Նմանան եք, որ օրինական ճանապարհով են հարստացել։ Ով։ Օրինակ պարոն Ծառուկյանը, պարոն Քոչարյանը։ Ծառուկյանը առավոտ զարթել է բիզնեսի մեջ, այլ է քնել է բիզնեսի մեջ։ Բայց Նիկոլը կյանքում ինչ է վաճառել։ Իդեպ մի նորություն էլ ունեմ ասելու, ժողովուրդ ջան։ Եթե հիշում եք, դուք լրագրող եք։ Հա։ Եթե հիշում եք, անցյալ տարի Տոկայևը Ղազախստանի նախագահ Նիկոլին պարգևատրեց ոսկե մեդալով։ Փոշմանել է, հետ է ուզում, գիտեք ինչի համար։ Զանգել է շնորհավորել է, ասել է դե մի հատ նամազ արա չի կարեց անել, արել է, բայց լավ չի արել։ Հետո ասել է բախի մսկիթ չէ սարկում արա։ Բանը մեդալը հետ ուղարկի։ Մեդալը հետ է ուզում։ Այ էստի մեր ազգի ամենախայտարակ անձնավորությունն է։ Ինքը չի եկել երկիրը ղեկավարելու։ Խորհրդային տարիներին ցավը տանեմ, դուք չեք իմանա, 10-ից 15 միլիոն զույգ կոշիկա գնացել Ռուսաստանը, նույն երկու ոտնա, երկու աչքը, երկու ականջը, ինչն է փոխվել։ Ասֆալտ փռել ու փողեր լապել, ասֆալտ փողեր, մանգապարտեզ, մեկ էլ մյուս։ Գնա Պետրոս Ղազարյանը չի եկել այսօր։ Աջակցման նպատակով եք եկել։ Ինչ եք կարծում, ԲՀԿ-ն խորհրդարանում կլինի թե ոչ։ Իսկ թվում է անպայման կլինի, բայց
հարցը արդյոք կմտնեն խորհրդարան թե չէ։ Լսեցիք Նիկոլ Փաշինյանն այսօր ասում էր հացին կակա են ասելու ԲՀԿ առաջնորդը Սամվել Կարապետյանը, Քոչարյանը, ինչ կարծիք ունեք։ Եք ինչ ուտենց հարցերին եկեք չպատասխանենք հիմա։ Հա, վերևից եկան։ Առանց այդ էլ իրավիճակը սրված է։ Ստվում է նման հարցեր չարժե։ Իսկ ինչու եք ԲՀԿ-ին աջակցում, ինչ Ես նպատակով։ ԲՀԿ-ին չեմ աջակցում։ Ես աջակցում եմ այսօր ընդդիմադիր դաշտին։ Ինչ հիմքում ինչ եք դնում, որ աջակցել եք։ Հիմքում շատ բաներ կա։ Ամեն օր այնքան բան ասում, որ ինձ թվում է չեմ կարծում, որ հիմա արժե այդ ամեն ինչին հիմա անդրադառնալ։ Ակցիայի մասնակից եք։ Ինչն եք հիմքում դրել, որ եկել եք այստեղ, ինչ գաղափարախոսություն եք դրել հիմքում, որ եկել եք։ Մենք Հա, եկել պայքարի մեր քվեների համար։ ինչի համար եք պայքարում։ Մեր քվեների համար, որ ճիշտ են լինում։ ԲՀԿ աջակից եք։ Հա? ԲՀԿ աջակից եք։ Ես բանից եմ, Էզորից եմ։ Որտեղից։ Էզոր Հայաստանից։ Լսեցիք Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է անդիմության առաջնորդները հացին կակա են ասելու, ինչ կարծիք ունեք սրա հետ։ Իրանք պետք է հացին կակասեն, մենք չէ ասենք։ Իրանք բերիներ ստոր հասցրեցին մեզի։ Ես ալա վաղը չեն որ թուրքերն էլ կկան։ Նոր ժողովուրդը կիմանան, հələ տակ են, ժողովուրդը չեն մանում։ Ես ավրը Տիգրանաշեն էլ տվեց, էլ տվեց, նոր ժողովուրդը ոտքի կանի։ Իսկ ժողովուրդը մեկ տակ են։ Ուժեղ Հայաստանին այդ առնչվող ձայնագրությունները լսել եք։ Հակակոռուպցիոն կոմիտեն, որ տարածում է ենթադրյալ ընտրակաշառքների վերաբերյալ։ Այնինչ ընտրակաշառք իրանք են բաժանել։ Իրանքով։ Նիկոլականներով։ Իսկ այդ ձայնագրությունների հետ կապված ինչ գնահատական ունեք։ Այդ ոչ մի ձայնագրությանը չեմ հավատում, ոչ մի կաշառք էլ չեմ բաժանել, մարդիկ գնացել են արդար ընտրություն են արել։ Իրանք նման 100 տարեկանի չեն տարել ընտրություններին։ Իրանք են 100 տարեկանի տարել, 80 տարեկանի տարել, 90 տարեկանի տարել են։ Որ Հայաստանը կամ Հայաստան դաշինքը կամ Բարգավաճը որ մեկն է մարդկանց տարել։ Ոչ մեկը։ 90 տարեկանը կեցանտրության, եթե փող չտային։ Ինչ նպատակով եք այստեղ, ինչ գաղափար եք կրում։ Գաղափար հայ մնալու գաղափար առաջինը։ Ներկայ իշխանությունը շատ հայկական քաղաքականություն է վարում, որը մեր համար կարող է դառնալ ոչնչացման սկիզբ։ ԲՀԿ աջակից եք։ Ոչ։ Ինձ շատ դեպքերում ներկայացնում են ցանկացած կուսակցության աջակից միայն ընդդիմադիր հայացքները։ Իմ համար կապ չունի։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լսեցիք ընդդիմության առաջնորդների հետ Դե ամեն կապված, որ մարդ- հացին պետքա կակա ասեն։ Դե ամեն մարդ իր արշինով է չափում առաջին հայացքից։ Միգուցե ինքն է դրանց սպասում, որ ինքն է հայտնվել այդ վիճակում։ Իսկ դուք ինչ եք կարծում այդ հայցերը, որ կան ընդդիմադիրների վրա, որ ապօրինի են հարստացել, սրա հետ կապված ինչ կասեք Ծառուկյանի, Գիտեք Քոչարյանի։ ինչ, 8 տարի է Նիկոլ Փաշինյանը նախկիններին քննադատելով եկել է իշխանության եւ 8 տարի շարունակ ինքը իր իրավիճակը պահում է։ Եթե մեղավոր էին իրենց ստեղծած հարստությունները անօրինական էին, թող որևէ մեկը պատասխան տար։